Ընկերները, վերջին հատված։ Բայց ես ամեն օր կգամ քեզ մոտ և կպատմեմ անտառի կյանքից, որ մենակ չտխրես, խոստացավ նապաստակը։ Նա կատարեց իր խոստումը, համարյա ամեն օր գալիս էր սունկի մոտ, նստում, ու նրանք երկար զրուցում էին, բայց մի անգամ նորից նապաստակը սունկի մոտ վազեց, շնչակտուր, աչքերը սարսափից դուրս թռած։ Հիմա ինչ է եղել, շլիկ, ծիծաղեց սունկը։ Վայ, այս կողմ են գալիս, երեխաներ են զամբյուղներով, երևի սունկ են հավաքում, հապա ես ինչ անեմ, վախեցավ սունկը, ոչինչ, ես հիմա կփրկեմ քեզ, ես քեզ կծածկեմ տերևներով ու ծառի ճյուղերով, մի վախենա, ասաց նապաստակը և առանց ժամանակ կորցնելու սկսեց տերևներ ու ծառի ճյուղեր լցնել սունկի վրա։ Նապաստակը սունկին այդպես ծածկեց, որ նա ոչ մի կողմից չէր երևում, ինքն էլ թաքնվեց թփուտի մեջ։ Շուտով երեխաները եկան իրենց զամբյուղներով ու անցան, սունկն ու նապաստակը ազատ շունչ քաշեցին։ Նապաստակ, ինչքան բարի ես, ասաց սունկը, դատարկ բան է, ուրախ, ասաց նապաստակը, չէ՞ որ մենք ընկերներ ենք։